Բարև ձեզ, դուք լսում եւ դիտում եք գործագործ հաղորդաշարը։ Այսօր մեզ մոտ շատ գարնանային է եւ մեր ձայնագրության օրը մարտի 8-ն է։ Դրա համար ես այսպես գեղեցիկ ստուդիայում եմ, գեղեցիկ ծաղիկներով եւ շատ գեղեցիկ հյուր ունեմ։ Ողջույն Կրիստինա Թալիշյանն է իմ հյուրը այսօր, Bonfarm ընկերության համահիմնադիր եւ էլի շատ գործունեություններ ծավալող հրաշք հյուրս։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք Կրիստինա ջան։ Բարև ձեզ։ Ողջույն սիրելի Վարդուհի, ես եմ շնորհակալ հրավիրելու համար։ Շնորհավորում եմ մարտի 8-ը ձեր, շնորհավորում եմ բոլոր կանանց մարտի 8-ը, ցանկանում եմ, որ մեր հայ կանայք լինեն ինքնաբավ եւ շատ երջանիկ։ Առաջին հատվածը շատ կարեւոր է, որովհետեւ իմ կարծիքով այն երջանկության հիմքն է, լինել ինքնաբավ, սիրեք ինքներդ ձեզ եւ ամեն ինչ վստահաբար շատ լավ կլինի բոլորիս կյանքում։ Նշանակ համակարծիք եմ։ Այսօր առավոտյան մաղթանք եմ գրում գոլեգաներիս ու նախադասություններիցս մեկը հետեւյալն էր, երբ երջանիկ է կինը, երջանիկ են բոլորը։ Դա իրականություն է։ Այո, համաձայն եմ ձեզ հետ։ Եկեք այս հեքիաթային ու գունավոր ստուդիայում սկսենք մեր հարցազրույցը, Կրիստինա ջան, եկեք սկսենք ամենասկզբից։ Փոքր հասակում դուք ունեցել եք երազանքներ կամ ինչ որ մասնագիտություն եք ընտրել եւ ուզեցել եք դառնալ այդ մասնագետը։ Մի քիչ դեր մասին կպատմեք։ Շատ հետաքրքիր է այս զրույցը ընթանալու, որովհետև վերջին ժամանակներս շատ ծանրաբեռնվածության արդյունքում երևի թե դադարել եմ երազել, դադարել եմ հետ գնալ եւ անցած ճանապարհս ինքս վերլուծել։ Փոքր տարիքում մի բան եմ հստակ իմացել, որ ունենալու եմ շատ հետաքրքիր ճանապարհ ու մի բան ասեմ, կան նյուանսներ, որոնք ոնց պատկերացրել եմ, այդպես եղել է։ Երբ ընտրեցի դեղագործությունը, մտածել թե ուր կարելի է հասնել դեղագործությամբ, կարծում եմ մաքսիմալը դեղատուն ունենալը պետք է լիներ։ Երբեք չեմ երազել սեփական դեղատուն ունենալու մասին։ Միշտ իմացել եմ, որ ավելին է լինելու, իսկ թե այդ ավելին ուր էր գնալու, շատ հետաքրքիր էր այդ ճանապարհը։ 23 տարեկանից սկսեցի աշխատել դեղատանը 5 տարի, բավականին հետաքրքիր եւ ուսումնալից տարիներ էին, քանի որ յուրաքանչյուր օրը աշխատելով տարատեսակ մարդկանց հետ, ունենալով տարբեր շփումներ եւ հենց բժշկության ոլորտում, բավականին մեծ ճանապարհ ու բավականին շատ բան սովորեցի։ Ճիշտ եմ հասկանում, որ կրթությամբ դեղագետ եք, ավարտել եք հերացու դեղագետ եմ եւ ստացվել է այնպես, որ հիմա ամեն ինչ անում եմ, բացի հենց իմ մասնագիտական հենց հմտությունները չի կիրառվում կամ մասամբ կիրառվում։ Իսկ ժառանգապար կա մասնագիտությունը, այսինքն, չգիտեմ, տատիկներ, պապիկներ, այսպես բժիշկներ են կամ դեղագետներ են։ Ունեմ երկու, պետք է ասեմ քույր, բայց իրականում հորաքույր են, որոնք որ այո դեղագետներ են եւ չեմ կարող չնշել, որ հենց իրենք ինձ համար օրինակ են եղել, այ փոքր ժամանակ տեսնելով իրենց մասնագիտական հմտությունները հաստատ օրինակ ծառայել են ինձ համար ճանապարհն ընտրելու հարցում։ Այ ինչն է եղել են առաքելությունը կամ այն գլոբալ նպատակը, որ ցանկացել եք ծածկել դեղագիտությամբ։ Անկեղծ չեմ կարող ասել, որ դա եղել է օրինակ մարդկանց օգնելու եւ այլն, չէ, ինձ դուր է եկել այդ կերպարը։ Դեղատան աշխատակցի դեղագետի կերպարը ինձ դուր է եկել։ Բայց պիտի նշեմ, որ միշտ իմացել եմ, որ ինչ-որ այլ ճանապարհ է ինձ սպասվում։ Ես վերջերս շատ եմ ուշադրություն դարձնում դեղատան աշխատակիցներին, որովհետև աշխատանքային գործունեությունից ելնելով առնչվեցի մի փոքր ոլորտի հետ, ասեմ, որ բավականին ցածր վարձատրվող մասնագիտություն է, հա, եւ երբ որ մտածում ես, որ մարդիկ այդքան ճանապարհ են անցել, այդքան բան են սովորել եւ ինչքան կարեւոր գործ են անում, որովհետև հայ հասարակությունում շատերը բժշկի չեն դիմում, գալիս են դեղատուն ու դեղագետը պետք է ճիշտ խորհուրդ տա եւ մարդկային հատկանիշներն են շատ կարեւոր, հա, ազնվությունը եւ իսկապես մարդկանց օգնելու ցանկությունը։ Այդ ձեր կարծիքով դեղագետները ոնց պետք է անեն կամ ոնց են անում, որ այդ ցածր վարձատրվող աշխատանքից ոգեշնչվում են եւ լինում են ազնիվ, նո մեծամասամբ, հա, եթե այսպես վերցնենք։ Հիմա ես էլ պետք է ազնիվ լինեմ եւ ասեմ, որ բավականին առաջընթաց կա հենց դեղագետների վարձատրության հարցում։ Ուրեմն Bonfarm դեղագործական ընկերությունը ունի նաև դեղատուն եւ իդեպ հիմա մենք ընդլայնվում ենք եւ թվով 4-րդ դեղատունն է մեր շուտով բացվելու։ Գիտեք, երբ որ մենք էինք աշխատում, վարձատրությունը ճիշտ կես չափով էր եւ դա մենք մեծ սիրով էինք անում։
ես շատ սիրում եմ մեր նոր Պակալենյան, բայց պիտի նշեմ, որ բավականին մեծամիտ են մեր աղջիկները։ Այո, բոլորը այդ Generation Z, հա, իմ արդեն ուրիշ generation։ Այո, Gen Z-ն հաղթում է։ Ված չի վարձատրությունը։ Ես չպետք է գոնե մեր մասով ես կարծում եմ մեր աշխատակիցները ստանում են համապատասխան վարձատրություն ու նմանատիպ աշխատանք էլ կատարում են։ Հրաշալի։ Իսկ իրենց ձգտումն ինչ է, իրենք նույնպես ցանկանում են, չգիտեմ, բիզնես ունենալ, թե իրենք ինքնաբավ են իրենց աշխատանքի մեջ։ Գիտեք, այնքան տարբեր են։ 3 օր առաջ նստած եմ օֆիսում, գալիս են մեր բժշկական ներկայացուցիչները, իսկ իրենք 7-ն են թվով։ Յուրաքանչյուրը ունի տարբեր էներգետիկա։ Ես չգտա գոնե 2 աշխատակից, ովքեր որ նման էին իրար։ Մենք ունենք աղջիկներ, ովքեր որ իդեպ բավականին, տարիքով ինձանից մեծ։ Ունեմ մի աղջիկ, որ գալիս է մտնում է օֆիս, դուք պրոստը պետք է իր երանդը տեսնեք։ Պարզա չէ, որ այդ մարդու ձգտումներն այլ են լինելու։ Ունեմ ավելի հանգիստները, ովքեր որ տեսակով բնույթով ավելի հանգիստ են եւ տեսակներ են, որոնք որ բավարարվում են գոնե այնքանի մեջ, որքանը որ այս պահին են ձեռք բերել։ Կարծում եմ մարդու տեսակը այստեղ մասնագիտականը չի, որ խոսելու է։ Իսկ որ ասացիք, որ սկսել եք աշխատել դեղատանը եւ գիտեիք այլ ճանապարհ է եւ ավելի մեծ բան է ձեզ սպասում։ Մի փոքր կպատմեք ինչպես եղավ եւ ինչպես սկսեցիք բիզնեսը, հա, դեղատնից անցաք արդեն սեփական բիզնեսի։ Սա իմ ամենասիրելի թեման է։ Դեղատան տարիներին ես աշխատել եմ, իդեպ ուզում եմ նշել, որովհետեւ ինձ համար պատիվ է դա, աշխատել եմ Գեդեոն Ռիխտեր դեղատանը։ Եվ պիտի նշեմ, որ աշխատանքը սկսել եմ դեղատան ոչ թե դեղատան բաժնի աշխատանքից, այլ դեղատներում հարակից լինում են նաև կոսմետիկ բաժիններ։ Ես սկսել եմ այդտեղից։ Եկավ մի պահ, որտեղ ինձ մոտ արդեն սկսեց աճ, եւ շատ ուրախ էի դրա համար, կարծում էի, որ դա այն լավագույնն է, ինչը կարող եմ ունենալ։ Զուգահեռ ստացա աշխատանք Bonfarm դեղագործական ընկերությունից։ Պիտի նշեմ, որ Այսինքն ինքը կար գոյություն ուներ։ Bonfarm-ը։ Bonfarm-ը գոյություն ունի 2019 թվականից։ Bonfarm դեղագործական ընկերությունը հիմնադրել են Արտուր եւ Սերգեյ Արուստամյանները, հայր եւ որդի։ Հեսա կանրադառնանք այդ թեմային։ Առաջարկը երբ որ ստացա, պիտի նշեմ, որ իմ ամենասիրելի կամպանիան չէր Bonfarm-ը։ Եվ շատ sense վերացական էի նայում այդ ամենին։ Ստացվեց այնպես, որ ես հայտնվեցի Bonfarm-ում։ Լինում է չէ կյանքում մի պահ, որ տրվում է ընտրություն եւ կամ ռիսկ կամ նահանջ։ Այո։ Ես գնացի ռիսկի հետևից, բոլոր իմ ծանոթները ինձ ասում էին, բայց ինչի համար քեզ մոտ աճեր, հաճելի ընթացք էր, լավ էր զարգանում ամեն բան, ես էլ չգիտեմ ես ինչի գնացի։ Դա այն էր, ինչ որ ժամանակին անկության տարիներից սկսված ենթագիտակցությանս մեջ ապրել է, որ ճանապարհս այլ է լինելու։ Bonfarm-ում աշխատում եմ շուրջ 7 տարի, երբեք չեմ մոռանա մեր առաջին ժողովը, երբ որ սկսեցի աշխատել, ես չունեի թիրախավորված որևէ պրեպարատ, որով ես պետք է աշխատեմ կամ ուղղություն, առաջի ժողովի ժամանակ մեր տնօրենը Արտուր Արուստամյանն ասեց. «Մալադեց Կրիստինա, այս գինեկոլոգը, այս ինչ լավ աճ է ցուցաբերել, ես ինձ նայեցի, չէի ֆիքսել, ես ինչ եմ արել, ես ուղղակի աշխատել էի»։ Ստացվեց այնպես, որ պիտի համեստություն չանեմ ու ասեմ, որ բավականին մեծ աճ ինքս կարողացա տալ Bonfarm դեղագործական ընկերությանը։ Եվ գալիս է չէ՞ մի պահ, որ կարիերայի աճի հետ զուգահեռ դու հասկանում ես, որ ժամանակն է, որ դու ստեղծես որևէ մի բան։ Երբ որ ես ունեցա խոսակցություն Արտուրի հետ Արուստամյան, որ ես կարծում եմ, որ ժամանակն է, որ ես իմը ունենամ, որովհետև հասունացել է այդ պահը, լինելով շատ խելացի մարդ, ինձ արեց շատ լավ առաջարկ եւ ինձ համար եւ իր։ Ես գնացի բաժնետոմսել Bonfarm-ում եւ մենք շարունակեցինք այս ճանապարհը միասին անցնել։ Հրաշալի, ասենց շատ դեպքեր այսպես չեն լինում, հա, ոնց որ ինքը ավելի շատ բացառ, այսինքն դուք սկսեցիք որպես վարձու աշխատող, հետո դարձաք համահիմնադիր։ Մտել եմ որպես բժշկական ներկայացուցիչ եւ այդ ամբողջ ճանապարհն անցել եմ ու ասեմ ձեզ հիմա ինձ համար շատ հեշտ է։
Էսպայի դրությամբ Արտուր Արուստամյան գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ապրում է այնտեղ եւ հիմնական մեծ հոգսը թիմի հետ աշխատելու ինձ վրա է։ Ու երբ որ ես առօրյայում որևէ խնդիրների եմ բախվում, դրանք այն խնդիրներն են, որոնք որ ես ունեցել եմ, երբ ես աշխատել եմ Բոնֆարմում որպես բժշկական ներկայացուցիչ, շատ ավելի հեշտ է ճանապարհը այդպես անցնել։ Ավելի էմպաթիկ եք, ավելի լավ մարդկանց հասկանում եք։ Իսկ ինչպես եք ձեր թիմին մոտիվացնում եւ ոգեշնչում, որ իրենք աշխատեն հենց Բոնֆարմում ու չգնան ուրիշ տեղ։ Նորից եմ անկեղծ լինելու։ Գնում են, հա, մեկ-մեկ։ Ուրեմն անցյալ տարի երևի թե ոչ մեկ չէր խոսի սրա մասին, միշտ բոլորը ավելի սիրուն են խոսում, չէ՞։ Բայց ով է հավատում։ Հա, չէ, ես հիմա անելու եմ դա։ Ուրեմն անցյալ տարին այնքան էլ հաջողված տարի չէր Բոնֆարմում, եթե ստատիստիկ տվյալներով մնացած տարիները միշտ տարվա համեմատ աճ ենք գրանցել, անցյալ տարի մի փոքր կաղում էր համեմատական կարգով։ Սովորաբար ինչ են անում ղեկավարները այդ ժամանակ, սկսում են աշխատակիցներին, չգիտեմ, նկատողություն անել եւ այլն, կամ կրճատումներ իրականացնել, ինչ արեց Բոնֆարմը։ Մենք բարձրացրեցինք մեր աշխատակիցների աշխատավարձը, որպեսզի ունենան մոտիվացիա ավելին անելու համար։ Եվ մեր յուրաքանչյուր ժողովի ժամանակ, իսկ դրանք մեզ մոտ ամեն շաբաթ է լինում, դրանք ճակերտավոր ժողովներ են, դրանք ավելի շատ քննարկումներ են, միմյանց կարծիքները լսելը, ինչը ես շատ կարևորում եմ, ես միշտ եմ իմ աշխատակիցների կարծիքները լսում տարատեսակ հարցերում։ Միշտ ասում եմ, որ դուք տվեք Բոնֆարմին աճ եւ նույն աճը կունենաք հենց դուք։ Իսկ կա որևիցե մի արարք, որ աշխատակիցը կարող է անել եւ դուք նրան ոչ մի կերպ չներեք եւ գնաք նրան, որ իրեն հեռացնեք աշխատանքից։ Սուտ։ Ցանկացած տեսակի սուտ։ Դա միակ բանն է, իրականում իմ կյանքում էլ չեմ կարողանում տանել։ Ես չեմ խոսում նրա մասին, որ ես օրինակ եթե խոսենք կյանքի մասին, անձնական կյանքի, ես չեմ ասում, ես չեմ ների։ Ես չեմ համարում, որ ես պետք է ներեմ, իսկապես չեմ համարում։ Բայց աշխատանքի մեջ սուտը շատ կարևոր է, գիտեք ինչի։ Մեր աշխատակիցները չկա մի այնպիսի բան, որ ասեն եւ մերժում ստանան, որ դիմեն եւ նրանց ընդառաջ չգնանք մենք։ Գրեթե բոլոր հարցերում միշտ համակարծիք ենք իրենց հետ, միշտ ընդառաջում ենք, так что չեմ կարող ընկալել սուտը։ Իսկ ողջունում եք այն գաղափարը, որ ձեր աշխատակիցները ավելին են ուզում, հա, օրինակ եթե ձեր աշխատակիցներից մի քանիսը գան եւ ասեն, որ Կրիստինա ջան, իդեպ ձեզ ոնց են դիմում ձեր Կրիստինա։ Գան ասեն Կրիստինա ջան, մենք որոշել ենք, որ մերը պետք է ստեղծենք, մենք էլ ենք ուզում դեղատնային ցանց եւ ոնց հասկացա նաեւ ներմուծումներով եք զբաղվում, հա։ Մենք էլ ենք ուզում որևիցե մի միջոց ներմուծենք կամ եթե էքսկլյուզիվ պայմաններով չեք աշխատում օրինակ այդ ընկերության հետ, ասեն մենք էլ ենք ուզում իրանց դիստրիբյուտորը լինենք, ոնց կվերաբերվեք այս հարցին։ Իդեպ քանի որ լավ առիթ ունենք, կուզենամ նշեմ, որ Բոնֆարմ դեղագործական ընկերությունը պաշտոնական ներկայացուցիչն է եւ մենք էքսկլյուզիվ ենք աշխատում։ Իսկ որ ընկերություն։ Տարիների, ինչպես։ Բոնֆարմի, հա, Բոնֆարմի էքսկլյուզիվ ներկայացուցիչն է։ Ահա, Բոնֆարմը միջազգային ընկերություն։ Բոնֆարմը հիմնադրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Կներեք, չգիտեի։ Նորմալ է, խոսենք։ Ահա։ Այս ուղղակի որպես նշում, գիտեք միշտ ինձ ոգևորում են այն մարդիկ, ովքեր որ ուզում են առաջ գնան աճեն ու կապ չունի դա որ բնագավառում է։ Եթե աշխատակիցներից որևէ մեկը նույնիսկ ինձ ունեցել ենք դեպք, որ աշխատանք են փոխել Բոնֆարմից դուրս են եկել մեկ այլ տեղ աշխատելու նպատակով, ես միշտ մի բան եմ ասում։ Եթե դա ձեզ պետք է ավելին տա քան Բոնֆարմը, ես իսկապես ուրախ եմ ձեզ համար։ Եթե նման առաջարկ ունենամ, շատ խիստ ինդիվիդուալ է, կախված թե ինչ տեսակ աշխատակից է, կախված թե ինքը ինչ կարա անի, ես ունեմ աշխատակիցներ, որոնց հետ ավելին գնալու նպատակներ ունեմ։ Այսինքն շատ գործատուներ կան, ովքեր որ իհարկե իրենք շատ չեն, որտեվ իրենց քիչ քանակն էլ նվազում է, ովքեր որ ավելի նախընտրում են աշխատակիցներ, ովքեր լոյալ են, ձգտումներ տենց չունեն, չգիտեմ, 25-30 տարի նույն հաշվապահական գործն են անում, իրենց օքեյ է, հա, ասում են թող աշխատեն, առաջ գնան, ուր առաջ գնան, մենք ենք հաջորդը, դա իհարկե ժամանակակից կառավարման համակարգի մեջ այդքան էլ տեղ չունի, որովհետև լոյալ դեռ չի նշանակում, որ լավ, որովհետև արդյունավետությունը կարող է բավականին ցածր լինել։ Այ Կրիստինա ջան, ես ձեզ հետ շփվում եմ, իդեպ երբ որ մարդկանց հետ շփվում եմ, շփման
մակարդակից մի փոքր ավելի խորքային եմ մարդկանց տեսնում իրականում եւ ինտուիտիվ եւ չգիտեմ ինչ որ ազդակներով շատ հազվադեպ են հանդիպում մարդիկ, ովքեր իսկապես ներդաշնակ են։ Ես այդ ներդաշնակությունը ձեզնից զգում եմ, թեև առաջին անգամ ենք հանդիպում, երևի մի կես ժամ է որ շփվում ենք։ Ոնց եք գնացել դեպի այդ ներդաշնակություն եւ բավականին երիտասարդ տարիքում։ Գիտեք, այդ բարդ ճանապարհը ու ես չեմ համարում, որ ես լիարժեք գնացել եմ։ Ես ամեն օր եմ աշխատում դրա համար։ Շատ էմոցիոնալ եմ, շատ կայծակնային որոշումներ եմ կարողանում կայացնեմ, երբեմն ես էլ եմ պատտվում հետ նայում, ասում եմ, բայց ոնց արեցի սա, ինչի արեցի սա։ Չէ, ես դեռ ներդաշնակության այն աստիճանություն եմ, ինչ է, որ ինձ հարկավոր է, բայց իմ ներդաշնակությունը երևի թե գալիս է նրանից, որ գոնե այս տարիների ընթացքում այն նպատակները, ինչ իմ առաջ դրել եմ, կարողացել եմ հասնեմ, իհարկե դրանք դեռ շատ են, բայց երևի թե դրանից է գալիս, որովհետև մարդիկ կան, չէ, ու շատ կան, կողքից նայում են ու պատկերացնում ես մարդու կյանքը, ինչքան լավ է, ինչքան բան ունի ինքը, ինչի ինքը ունի, ես չունեմ, ինչի իր մոտ լավ է, իմ մոտ չէ։ Ես միշտ ասում եմ, ես իմ կյանքում ինչ ունեմ, դա անկում գիշերների արդյունք է, եւ դա իսկապես այդպես է։ Պատկերացրեցիք, չէ, կամպանիան ամերիկյան է, գիշեր, ցերեկ, տարբերվում են։ Ժամային գոտիները։ Ես կարծում եմ, որ կնոջ ներդաշնակությունը մի քանի ֆակտոր ունի, եթե խոսում ենք բիզնեսի մասին, պիտի ասեմ, որ դա նպատակներին հասնելու կարողությունից է գալիս։ Եթե խոսենք անձնական կինտեսակի մասին, ապա պետք է նշեմ, որ միանշանակ գալիս է կողքի տղամարդուց, այնպես որ դրանք տարբեր են։ Այսօր առավոտյան, չգիտեմ, սենց քթից տակ երգում էի, չգիտեմ ծանոթ եք երգին թե ոչ, Brian Adams-ի Have You Ever Really Loved a Woman երգը, իմ պատանեկության ամենասիրելի երգիչը եւ ամենասիրելի երգերից մեկը, որտեղ ինքը բառերի միջոցով ասում արդյոք դուք իսկապես սիրում եք ձեր կողքի կնոջը եւ այնտեղ շատ հետաքրքիր sense թեվավոր բառեր կան, ասում է դու պետքա թևեր տաս քո կողքի կնոջը, այդ ինձ համար շատ կարեւոր բառեր են եւ այդ թևերը ես էլ եմ միշտ ոնց որ իմ ամուսնուց ստացել ու ինձ էլ որ հարցնում են հաջողության գրավական, ասում եմ ամենամեծ գրավականներից մեկը, որ կողքի տղամարդ քո մեջ կոնկուրենտ չի տեսնում եւ քո հաջողություններով ուրախանում է։ Ենթադրում եմ, որ ձեր մոտ էլ է այդպես, ձեզ թևեր տալիս են։ Ես շուտ եմ ամուսնացել ու մոտավորապես մի 3 տարի առաջ հասկացա, որ ես նոր եմ սկսում ընկալել տղամարդ տեսակը առհասարակ։ Մինչ դա ամեն ինչ եղել է սրտից եկած ինչ որ զգացմունքով։ Առհասարակ ինձ համար այն տղամարդը, ով չի կարող ընկալել ուժեղ կնոջ տեսակը, ինքնին թույլ է։ Այո, կակրաս 2 օր առաջվա միջոցառման ժամանակ ասեցի, որ կնոջ հաջողության գրավականներից մեկը հենց ամուր ընտանիքն է։ Միշտ եմ նշում, որ ես չէի ունենա այն ամենը ինչ ունեմ, եթե չունենայի ամուր թիկունք։ Այո, դա ընտանիքն է, դա իմ մայրն է, ով ամեն վարքյան է իմ կողքին ու իսկապես ես չէի կարող հասնել նուգոն այնքանին ինչքան որ հասել եմ, եթե մայրս չօգներ, եթե մայրս օրինակ ամեն իմ նախաձեռնության մեջ իմ կողքին չլիներ, նույնը ամուսինս ու արդեն աղջիկս ով որ շատ հպարտանում է, երբ որ ես ունենում եմ ինչ որ ձեռքբերումներ։ Այսինքն այն գաղափարը, որ եթե մարդ կինը կարիերա է անում, ապա անպայման պիտի ընտանիքը տուժի, դուք բացառում եք։ Չեմ բացառում։ Ընտանիքը տուժում է։ Ընտանիքը ես չեմ կարող ասել, որ չի տուժում, որովհետև ես կուզենայի ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքում, բայց գիտեք, հիմա կարծում եմ, որ յուրաքանչյուր կնոջ, ոչ միայն կնոջ, մարդու կյանքում մի որոշակի էտապ է լինում, երբ որ ժամանակն է արարելու, ստեղծելու։ Ես կարծում եմ մենք բոլորս դեռ կկարողանանք միմյանց վայելել։ Ես կարծում եմ մի որոշակի տարիք է գալիս մեր կյանքում, որ այս էտապում դու պատրաստ ես քո ստեղծածը վայելելու, քո հարազատների հետ շփվելու, ծանոթանալու համար։ Ավելի մոտիկից ծանոթանալու համար։ Ես ամեն ինչ անում եմ, որ կարողանամ մաքսիմալ լինեմ ընտանիքիս կողքին, ու չեմ կարող ասել, որ նրանք չեն տուժում այս հարցում։
Ես մի փոքր sense ոչ թե համակարծիք չեմ, ուղղակի սեփական դիտարկումներից ասեմ, քանի որ ես ինքս ունեմ 3 բալիկ, եւ եղել է ժամանակահատված, երբ որ ես չեմ աշխատել, առաջնեկիս հետ կապված եւ եղել եմ տանը ամբողջ օրը իր հետ ու տենց ջղային մամա էի, որովհետև ինքս ներքին խնդիրներ ունեի, ուզում էի աշխատել, ուզում էի ինքնադրսևորվել, իսկ դրանից հետո ես ոնց որ հնարավորություն եմ ունեցել ինքնադրսևորվելու եւ հիմա էլ ոնց որ եւ աշխատում եմ եւ ընտանիքիս հետ եմ, ինձ համար ավելի հեշտ է այդպես։ Եվ երբ որ իմ երեխաները ինձ տեսնում են ավելի ուրախ, իրենք ավելի, չգիտեմ, իմ կարծիքով ավելի ճիշտ դաստիարակություն են ստանում եւ ավելի ընկալում են կյանքը այնպես, որ այ էսա ճիշտը, մարդը պետքա լինի ուրախ, աշխատող, ձգտող, հա, որտեվ նույնիսկ այդ ժամանակահատվածում, երբ որ տանն էի ու բալիկի հետ ցած իհարկե ստաբիլ ռեժիմով ման էինք գալիս, հանդիպում էինք այլ կանանց, որոնք երբևիցե չեն աշխատել ու չեն էլ աշխատի, իրենց հիմնական խոսակցությունները շատ տոքսիկ էին, հա, հիմնականում, չգիտեմ, ամուսնու մայրիկի հետ կապված, վատ, ես հետո հասկացա, որ այդ իմը չի, հա, ես ուզում եմ, չգիտեմ, շողացող եւ bright ինչ որ sense կյանք, թեև շատ սիրում եմ երեխաներիս հետ ժամանակ անցկացնել, մանավանդ հիմա այս տարիքում փոքրիկ բալիկի հետ, բայց միևնույնն է աշխատանքը եւ զարգացումը կոնկրետ իմ կյանքում մեծ դեր ունի, ոնց որ ինձ թվում է դա օգնում է ավելի, հա, ոնց որ ընտանիքը։ Վստահաբար կօգնի, շատ ուրախ եմ իդեպ, որ նշեցիք այդ մասին, քանի որ միշտ ինձ մոտ կա այդ կարծիքը, որ ես ավելի քիչ եմ ընտանիքում, ավելի քիչ եմ երեխայիս հետ, այդ ինքնամեղադրական բանն է, չէ՞ որ քեզ թվում է որ ավելին պիտի տաս, քան տալիս ես, բայց հա դուք ճիշտ եք ասում, որովհետև այն կինը ով չունի երջանկություն, իսկ կինը հաստատ երջանիկ չի խոհանոցում միայն ջարշ եփելիս։ Այո, համաձայն եմ։ Հաստատ կանրադառնա բացասական առումով էլ։ Իսկ եթե օրինակ չգնայիք այս ուղղությամբ այլ մասնագիտություն ընտրեիք, ինչ մասնագետ կդառնայիք։ Վստահ եմ արվեստում կլինեի, քանի որ շատ կարևորագույն տարիներ իմ կյանքից նվիրել եմ պարարվեստին, 12 տարի պարել եմ ու օրինակ կար ժամանակ, որ ես վստահ էի, որ ես գնալու էի պարարվեստի ուղղությամբ, որովհետև լինելով 14 տարեկան ես դասավանդում էի նաև պարարվեստում ու արվեստը շատ իմն է, հա, հաստատ արվեստում կլինեի։ Այդ կրեատիվությունը, ստեղծարարությունը ձեր գործի մեջ էլ եք հավանաբար կիրառում, հա։ Եթե դեղագործական ոլորտում հարցնեք, հաստատ Bonfarm-ը նշելուց առաջի հատկանշական բառերից կրեատիվությունը կնշեն։ Մենք յուրաքանչյուր կոնֆերանսի ներկայանում ենք յուրահատուկ կերպ, մենք անում ենք ամենը, որպեսզի կարողանանք տարբերվենք, այո, այդ կրեատիվը լինի մեր աշխատանքում։ Օրինակ, ինչ որ մի օրինակ կբերեք, որ sense շատ կրեատիվ եք դրսևորում։ Նախ ուզում եմ նշել, ես չեմ կարողանում չանդրադառնամ Bonfarm-ին, ինչքան խոսում ենք այլ հարցերից մեկը։ Bonfarm-ը միակ դեղագործական ընկերությունն է, ով ներկայացել է Հայաստանից Էշրե միջազգային կոնֆերանսին։ Էշրեն դա պտղաբերության ոլորտին վերաբերվող մեծագույն կոնֆերանս է։ Ես ուզում եմ նշել, որովհետև սա ինձ համար պատիվ է։ Ինձ համար պատիվ է, երբ որ կապ չունի հայը, դա կլինի դեղագործական ընկերություն, դա կլինի անհատ, երբ որ հայը ներկայանում է։ Դա կլինի դերասանով Օսկարաստանում։ Այո, իդեպ շնորհավորում եմ։ Այո, մեծ սիրով շնորհավորում ենք այն։ Եվ հենց Էշրեի ժամանակ մենք այս անցյալ տարի ներկայացանք շատ հետաքրքիր լյուստրայով։ Պիտի նշեմ, որ մեր լյուստրայի դիզայնը Ամատունին էր Արեգագան։ Դուք պրոստը պետքա տեսնեք դա, պատմելու չի, մենք ունեինք գեղեցիկ լյուստրա, որտեղից կախված էին սպերմատոզոիդներ եւ ձվաբջիջներ։ Վայ, հիմա մեր լսողները չէ։ Հիմա առանձնակ Bonfarm-ը մարդիկ ընկալում են որպես պտղաբերության ոլորտի կամպանիա, որովհետեւ մեր թիրախային պրեպարատը հենց այդ ոլորտին է վերաբերվում։ Շատ սիրուն էր ու շատ կրեատիվ էր, կոնֆերանսից հետո սրճարանում նստած էինք ու լսում էինք, որ կողքի սեղանին նստած մարդիկ քննարկում են հենց մեր լյուստրան ու առհասարակ դա դարավ քննարկման առիթ տարբեր երկրների համար։ Նույնիսկ Էշրայի կազմակերպիչները եկել էին, ասում են, ուզում ենք տեսնենք, ես ինչ եք արել դուք, որ խոշորագույն միջազգային կամպանիաների մոտ տենց հերթ չի, ոնց որ ձեր տաղավարի մոտ է։
Օրինակ դա եմ ուզում Հա, նշել որպես հրաշալի։ հետաքրքիր կրեատիվ լուծում։ Հրաշալի է։ Իսկ էմոցիոնալ, եթե խոսեցինք ուղղվածությունից, հա, ոնց որ պատկաբերության ուղղվածությունը, իմ կարծիքով այդ ոլորտը բավական, չնայած դե իհարկե առողջության առնչվող բոլոր ոլորտներն են էմոցիոնալ, հա, եւ կան բարդ ոլորտներ, բայց այս ոլորտը մի տեսակ շատ էմոցիոնալ է, հա, այսինքն շփվել մարդկանց հետ, ովքեր ունեն խնդիրներ, չգիտեմ, միգուցե ինչ որ տենց հաջողության պատմություն եք ունեցել, որ ձեր հաճախորդներից կամ ծանոթներից ձեր պրեպարատների օգնությամբ, չգիտեմ, մայրացել են, ծնող են դարձել ու դա ձեզ համար հաջողություն է եղել։ Ես մի դեպք չեմ կարող պատմել, իսկապես դրանք շատ են։ Հենց 3 ժողովի ժամանակ մեր աշխատակիցներից մեկը պատմեց մի кейսի մասին, գինեկոլոգներից էին պատմել, որ կինը ուներ խնդիր, կնոջը պատրաստում էին արտամարմնային բեղմնավորման, նույնիսկ դոնորական ձվաբջջով եւ այլն, եւ մեր պրեպարատներից մեկը կիրառելով ունեցել են հղիություն։ Մենք ունենք մարդիկ, ովքեր գալիս են հետո մեր մոտ օֆիս ու շնորհակալություն են հայտնում երկար տարիներ անպտղությունից հետո հղիություն գրանցելու մասով։ Ես չպիտի ասեմ, որ դա միայն մեր պրեպարատների շնորհիվ է, ոչ դրանք լավագույն բժիշկների աշխատանքների շնորհիվ է, բայց իհարկե նաեւ մեր պրեպարատները կիրառելով են ունենում։ Այնպես որ հետաքրքիր դեպք էլ պատմեմ այս մասով, երբ որ սկսեցինք արտահանել Ռուսաստան, երբ որ ներկայացնում էինք մեր պրեպարատը դիստրիբյուտոր կամպանիային, որ պետքա զբաղվեր, ներկայացնելուց նշեցինք, որ օրինակ տղամարդկանց անպտղության համար նախատեսված պրեպարատը կարողանում է ռեզուլտատ տա 1 ամիս հետո։ Այստեղ մի քիչ պետքա մասնագիտական բաներ խոսեմ, իսկ տղամարդկանց մոտ առհասարակ նոր սպերմատոզոիդներ արտադրվում են յուրաքանչյուր 72 օրը 1։ Այսինքն ոչ մի լոգիկայում դա չի տեղավորվում, որ ոնց կարող ենք մենք 1 ամիս հետո ունենալ էֆեկտ տվյալ աշխատակցի հետ խոսելով, քննարկելով, ոնց որ անցանք այս թեմայից, որովհետև ես սպասում եի իրենց օձիվներին անցավ երևի թե մի 6 ամիս մի օր զանգեց ասեց գիտեք չէ ընկերս չէր կարողանում իրանց մոտ չէր ստացվում հղիություն ասում ինքը մի ամիս է ընդունել մեգասպերմին մական ու ունեցել են հղիություն գրանցվել է հղիություն սա պարծենալու առիթ է սա իմ համար ամենալավագույն էմոցիաներն են, որոնք ես ստանում եմ իմ աշխատանքում։ Հրաշալի, Կրիստնա ջան, քանի որ մեր հաղորդումը մոտենում է իր ավարտին, ես կուզեմ, որ դուք դիմեք մեզ լսողներին եւ այն մարդկանց, ովքեր որ մտածում են, որ իրենց մոտ ոչինչ չի ստացվի, այն մարդկանց, որ ովքեր հուսահատվել են, ուղղակի գնում են գործի տարիներ շարունակ, որովհետև գումարի կարիք ունեն, ինչը նորմալ է։ Այ ոնց անեն, որ շարունակեն մարդիկ երազել, ունենալ ներողություն նպատակներ, ձգտումներ, գնան դեպի իրենց երազանքը, կխնդրեմ մի փոքր այս մասով արտահայտվեք։ Իմ անցած ճանապարհը նկատի ունենալով, կուզեմ ասեմ, որ հավատացեք ձեր ուժերին, որովհետև եթե որևիցե մեկը կարողացել է, ուրեմն դուք էլ կարող եք։ Մի սպասեք, որ ձեզ համար անեն, ձեզ համար մատուցեն որևէ բան, ուղղակի վստահ եղեք ձեր ուժերի վրա, մի փոքր ուսումնասիրեք ոլորտը, որտեղ որ դուք աշխատում եք, որովհետև ուղղակի վստահ լինել, բայց չունենալ բազա, չունենալ գիտելիք, բնականաբար ոչինչ չի ստացվի։ Ուսումնասիրեք, կարդացեք, սովորեք եւ գնացեք առաջ վստահ։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար եւ այս գեղեցիկ օրը ել ավելի գեղեցկացնելու համար հուսով եմ դեռ առիթներ կլինեն ելի շփվելու եւ հանդիպելու։ Ես եմ շնորհակալ Վարդուհի ջան, դուք ինձ տարակ մանկությունից իմ ճանապարհով վերեցիք այստեղ շատ հաճելի զրույց ունեցանք։ Նմանապես Կրիստինա ջան։ Շնորհակալ եմ մեզ լսելու եւ դիտելու համար, գործագործ հաղորդաշարների եթերում կհանդիպենք։